Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտոնյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 20-ն է 2026 թվական։ Ընտրությունների հետ կապված առաջիկա անելիքների կխոսեմ երկրորդ մասում, իսկ հիմա նայենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաները։ Վաշինգտոնում Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ադրբեջանցի ցուցարարներին։ Վաշինգտոնում ապազգային արմատական խումբը փորձել է սադրիչ բնույթի գործողություններ իրականացնել, ըստ առկա տեղեկությունների, նրանք պետության ղեկավարության հասցեին վիրավորական և ոչ բարոյական արտահայտություններ են բղավել, ինչպես նաև փորձել են ներթափանցել պահպանվող տարածք։ Այս մեկնաբանում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այն դեպքում, երբ որ կադրերով լավ երևում է, թե ինչ է տեղի ունեցել։ Դեպքի ժամանակ պետական պահպանության ծառայության աշխատակիցները օպերատիվորեն միջամտել են վերահսկողության տակ վերցնել իրավիճակը և կանխել հնարավոր զարգացումները։ Որն է խայտառակությունը։ Այդ մարդիկ ցույց են անում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Անում են Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենքով։ Թիկնապահը ընդամենը պետք է պահի իր պաշտպանյալի թիկունքը։ Իր ֆունկցիայի մեջ չի մտնում կարգի հրավիրել ցուցարարին։ Եթե նույնիսկ ցուցարարը իրան ճիշտ չի պահում, նա պետք է դատվի կամ նրա գործողությունները կանխվի ամերիկյան օրենքներով։ Բայց ինչու է նման լկտիություն թույլ տալիս Իլհամ Ալիևը Վաշինգտոնում, որովհետև արդեն դա նորմալ նախադեպային ինստիտուտ է արդեն դարձել Ալիևի համար նախորդի արածը։ Ինձ թվում է մարդիկ, ովքեր հիշողությունից մի քիչ ոչինչ, հիշում են, որ 2017 թվականի մայիսի 17-ին, երբ որ ցույց էին անում Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, այնտեղ հայերն էին, ասորիներն էին, քրդերն էին, եւ Էրդողանի թիկնապահները ջախջախի ձևով հարձակվեցին ու խեղդում սպանում էին այդ ցուցարարներին։ Բայց ժամանակ ով էր նախագահ, կարող է պատահաբար Դոնալդ Թրամփն էր նորից, որ այնքան է հիացած բռնապետներով, որ այդ բռնապետները մտածել են, այդ ինչ մի հարց է, որ մենք Վաշինգտոնում կարգի չհրավիրենք։ Ինչ արեցին, փորձեցին դատական պրոցես սկսել, փորձեցին դատել, ոչ մի բան էլ չարեցին։ Ոնց կարող է պատահի Տրամփի օրոք Էրդողանի թիկնապահին պատժեին, ժողովուրդ, դա ինչ եք ասում։ Ուրեմն Տրամփը Տրամփը չի։ Սա ինչ է, ժողովուրդ։ Աշխարհի ամենաժողովրդավարական երկրում ինչ որ մեկի թիկնապահը գալիս է, քո երկրում կարգ ու կանոն է հաստատում։ Նույնիսկ եթե այդ մարդը օրենք է խախտել։ Բայց ինչի այդ իրավունքը ունի Ադրբեջանը, որովհետև գիտի, որ Տրամփի մոտ դա անցնում է։ Բայց պետք է օրենքով Ամերիկայում դա չանցներ։ Եթե Էրդողանի ժամանակ նրանք այնց պատիժ կրեին, ու ոչ թե մենակ պատիժ կրեին Էրդողանի թիկնապահները, այլ հենց Էրդողանին ասեր տղա ջան, տեղը չես բերում, ով ես դու, որ Ամերիկայում գաս կարգ ու կանոն հաստատես, դու ընդհանրապես ով ես։ Բայց եթե ասում ես հիանում եմ Էրդողանով, նա ուժեղ տղա է, 2000 տարի չէին կարողանում Սիրիան գրավել, իսկ ինքը գրավեց, ես շատ եմ իրան հարգում, այս կողմ, այն կողմ, դու հիացած ես դիկտատորով, որովհետև ինքը ինչքան ուզի այնքան կպաշտոնավարի, իսկ դու պաշտոնից պետք է հրաժեշտ տաս։ Այ մարդ այդ ինչ վատ երկիր է այդ Ամերիկան, որտեղ նախագահը ժամանակը գալիս հրաժեշտ է տալի։ Չի սիրում այդ մարդը այդ երկիրը։ Զոռով բռնիկ նորից ընտրիկ, այ մարդ։ Հիմա ով է սրա պատասխանը տալու։ Ում եք խայտառականում։ Սա միակ խայտառակությունը չի Տրամփի հետ կապված, որ մենակ դա ալեր մի կերպ կդիմանայինք։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը գրել է. Ադրբեջանը որպես հիմնադիր անդամ աջակցում է Խաղաղության խորհրդի նպատակներին և խնդիրներին։ Ապագայում Ադրբեջանը կարող է քննարկել Գազայում ներդրումային նախագծերին մասնակցելու հնարավորությունը Խաղաղության խորհրդի մեխանիզմների միջոցով։ Կարող է քննարկել։ Այնուամենայնիվ, ես կցանկանայի պարզաբանել մեկ կետ. Ադրբեջանը չի պլանավորում մասնակցել Խաղաղության խորհրդի այսօրվա նիստում հայտարարված $7 միլիարդ Գազայի ֆինանսական նախաձեռնությանը, նշել է Հաջիևը։
Բա ով էր հայտարարել, որ Ադրբեջանը միացել է։ Էրդողանը, ներողություն, Թրամփը։ Բա ինչից ելնելով էր հայտարարել։ Ադրբեջանը ունի չէ տենց հետաքրքիր սովորություն, սա առաջի դեպք չի։ Մինչև վերջի պահը իր որոշումը չասի, որպեսզի փաստի առաջ կանգնացնի։ Այսինքն վստահ ալնելով Թրամփը, որ Ադրբեջանը կմասնակցի, գուցե նախնական ասած ելնեն, ասեն լավ կմտածենք եւ այլ, ինքը արդեն ոգևորված ասի կմասնակցեն, հրճակումը, հայտարարումը անունը, մեկ էլ Ադրբեջանն ասում մենք այդ փողը տալու նպատակ չունենք։ Այսինքն ոչ միայն չունենք, այլև մեզ չի վախացնում, որ ենթադրենք Թրամփը մեր անունը տվել է, լեղապատար մենք այդ փողը տանք, հանկարծ մեզանից չնեղանա։ Ինչի չի վախենում Թրամփից։ Բան չի պետք է վախենա, որ Թրամփի հետ իրանք չեն պայմանավորվել Թրիպի հարցը, որը դեռ ամբարտավան ձևով ասուլիսի ժամանակ ասма դե Թրամփը եկավ, ինքը Թրիպի հարցը արեց։ Թրամփը արեց, դա չի ասում մենք նախաձեռնեցինք, մենք դիմեցինք, Հայաստանը խաղաղության խաչմերուկով դիմեց, հետո Ամերիկան համաձայնվեց, չէ, մոռացեք, Թրամփը ուզելա, Թրամփը արելա։ Հետո եթե Թրամփից հետո Բայդենը գա, թող ձեր խաղաղության խաչմերուկն անի։ Լավ գիտի, որ Բայդենը չի գալու, որովհետև ոչ միայն նրա համար որ տարիքով մեծ է, այլ որովհետև Բայդենը այլևս ընտրվել չի կարող։ Այդո ինչ ես առաջարկում։ Մարդը արդեն իր վաղտն անցել է, չի էլ մտածի այդ ուղղությամբ, կուսակցությունը չի էլ առաջադրի, դա ինչի ես ասում։ Դա ասում ես, այսինքն մոռացեք ձեր խաղաղության խաչմերուկը, դա թաղեք Բայդենի հետ, հա։ Այս մարդու հետ ենք մենք խաղաղության գնում, ժողովուրդ ջան։ Այս մարդու ասած խոսքերի վրա ենք ոգևորվել։ Բայց սա ենք ներկայացնում, որ սա է մեզ հետ կատարվում։ Իսկ հաստատ Դոնալդ Տրամփը, քանի որ բիզնեսմեն է, նրանց հետ բիզնես շահեր ունի, որը իրականացնելու է նաև նրանց պաշտոնն ավարտելուց, իր պաշտոնաթողությունից հետո, նա մեկ է նրանց դեմ բան չունի անելու։ Որտեղ նա հաստատ գիտի, որ Թրիպը, որը անում է որպեսի երկարաժամկետ երաշխիք տա Ադրբեջանը կապեն Ադրբեջանի տարածքի հետ, դա այնպիսի քայլ է անում Ալիևի համար, ու անձնապես իր հարցերը կլուծի։ Ամերիկայի պետության հետ կապված կարա անհարգալից լինի Ալիևը, ինքը ինչ պրոբլեմ ունի, որ ինչ խնդիր ունի։ Ինքը ասում է Թրամփի հետ լավ էլ մեր հարցերը լուծում ենք։ Առաջվա ադմինիստրացիայի հետ չէր ստացվում ու իրանք դժգոհ էին։ Չէ որ այս նույն ընթացքում իրանք Ադրբեջանը խոստացել է, որ Թրամփը խոստացել է Ադրբեջանը կապվի Նախճեվանի հետ։ Եվ հիմա ասում է երկաթգիծը կառուցվում է, որը շրջանցում է Հայաստանը։ Այսինքն Հայաստանի տարածքով մտնում Նախճեվան, ընդեղից Հայաստան չի մտնում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ այդ ամեն ինչը բացահայտվեց, ամբողջի նպատակը նա էր Ալիևի ցանկությունը կատարել, հիմա ասում է դե Ռուսաստանը, որ ինքն է այդ բանի գծերը սպասարկում, Թրիպի մեր գործընկերները համաձայն չեն։ Եթե այսօր Ռուսաստանը համաձայն է սարկած երկաթգիծը քանդելու են, նորն են սարքելու, ուրիշ տեղով են գցելու, ում եք խաբում։ Խոսքով իմանանք ինչա կատարվում։ Հիմա նայենք Ուկրաինայի հետ կապված թիվ 1 հարցը, ինչքան ուզում է Իրանի հետ կապված հարցը լարված լինի, ու իսկապես շատ լարված է, բայց Ուկրաինայի պատերազմով պայմանավորված նոր աշխարհակարգը դա անվիճելի է, դա ակնհայտ է։ Ամերիկյան պաշտպանական գերատեսչության հետախուզական վարչությունն արձանագրել է, որ ԱՄՆ 2025 եւ 26 թվականներին Ուկրաինային ցուցաբերվող օգնության ծավալները 2022-24 թվականների ժամանակահատվածի համեմատ կրճատել է 44 անգամ, այսինքն Բայդենի ժամանակվա համեմատ կրճատել է 44 անգամ։ Մասնավորապես 2025 թվականի դրա ծավալը կազմել է 3.92 միլիարդ, իսկ 2026 թվականի ֆինանսական տարվա համար, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, նախատեսված է ընդամենը 220 միլիոնի օգնություն։ Սա այն Դոնալդ Տրամփն է, որն ասում էր օվկիանոսից այն կողմ մենք ինչի պետք է զբաղվենք, թող Եվրոպան զբաղվի։ Սա այն Դոնալդ Տրամփն է, որ համարում էր, որ Եվրոպայի անվտանգության խնդիրը Եվրոպայի վրա է։ Բայց հիմա երբ որ մենք կնայենք, թե Իրանի հետ կապված ինչ տեխնիկա է տեղափոխում, ինչ անում, ինչ է պատրաստվում, ոնց որ թե եթե քարտեզին նայում ենք, Իրանն էլ համենայն դեպս Ամերիկային ցամաքային հարևան չի։ Ոնց որ թե այդ նույն օվկիանոսը Իրանին էլ է բաժանում
Ամերիկայից, լա օվկիանոս, լա մի բան էլ ավել։ Եթե Եվրոպային մենակ օվկիանոսն է բաժանում։ Բայց դա չի խանգարում, որ Իսրայելի պայմանները կատարելու համար Դոնալդ Թրամփը ամեն ինչ անի ու անունը դնի Իրանին ցանկանում է պատժել։ Այն որ Իրանում, ասենք լիներ արևմտամետ կառավարությունը շատ ուրախ կլինեինք։ Բայց ինչպես տեսնում եք, դրան չի գնում ճանապարհը։ Ինչպես տեսնում եք, դա իրանց չի հաջողվում։ Իսկ եթե այն հարվածները հասցնելով փորձեն կոտրեն դիմադրությունը, հակառակ հարվածնել նրանք խփեն Իսրայելին եւ շատ լուրջ լարվածություն առաջանա, դրանից կարող է մենք շատ ուժեղ տուժենք։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ դաշնային ռեգիստրում։ Հրամանագրում նշվում է, որ երկարաձգումը կապված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Երկարաձգումը մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը տարածում է գործող սահմանափակումների բոլոր 19 փաթեթների վրա։ Այսինքն, երբ որ ինքը ցանկանում է, որ Ռուսաստանի ցանկությունը կատարի, Անկորիջում են ինչ որ ինքը խոստացել էր անցյալ տարի օգոստոսի 15-ին Ալյասկայում։ Բայց տեսա, որ չի ստացվում, դա ժողովուրդը դեմ է, արժևում ընտրությունները, այդ ընտրություններում եթե ինքը հիմա ինչ էլ ցանկանա Ռուսաստանին օգնել, գիտի որ կարող է դա ավարտվի նոյեմբեր ամսին։ Այսինքն չի աշխատելու դա։ Եթե ինքը փորձի Եվրոպային դեմ գնալ, եթե փորձի Ուկրաինային դեմ գնալ, իր դեմը ընտրություն է։ Այնուամենայնիվ ինքը ցանկանում է սանկցիաներ կիրառել Ռուսաստանի վրա, որ ասում է դե գոնե դու զիջի, ես հաղթած դուրս գամ, որ ընտրություններին գնալուց մի հատ բան հանեմ դնեմ սեղանին։ Պետք է քո այդ միլիարդավոր դոլարների առևտուր կանենք, պետք է տրիլիոնի կհասնի դա, ամեն ինչ էլ կանենք, մենակ այդ անդերը զիջի, ես մի հատ թուղթ վերցնեմ ու ցույց տամ, ոնց որ ասենք ոնց որ ամեն օր այդ ոչ մի ուրիշ բան չկա, ասում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն են բերել։ Ծափ տվեք, փաթաթվեք, գրկախառնվեք, իրա ձեռք սեղմեք, էս արեք, այն արեք, այն արեք, որտեղ ուրիշ բան չունի զեկուցելու ժողովրդին։ Ու իրա ընտրողները չհաշված հայկական համայնքն ու ադրբեջանական։ Սկի կարող է Ադրբեջանի ու Հայաստանի տեղը չիմանան։ Ինչքան ուզում ես գովերքի, ինչքան ուզում ես ասա խաղաղություն բերեցի։ Նա առարկայական այդ խաղաղության հետ ոչինչ չի տեսնում։ Գլոբալ խաղաղության հետ կապված նա գիտի դա Ուկրաինան է։ Նա գիտի Եվրոպայի հետ համագործակցությունն է։ Լոկալ խաղաղության թեման, նույնիսկ ինքը այդ պետությունը, սկի դու չես կարող Ադրբեջան անունն ու Հայաստան անունն արտաբերես, դու ուզում ես քո ընտրողը անի։ Դրա համար միևնույնն է, պետք է վճռական որոշում կայացնի Ռուսաստանին ասի, եթե դու օկուպանտի հարցը չլուծեցիր, ոչ մի բան չի ստացվելու։ Միացյալ Նահանգները 3 օրվա ընթացքում Մերձավոր Արևելքի պոտենցիալ ռազմական գործողությունների հետ հաթերաբեմին ավելի մոտ է տեղակայել 39 լիցքավորող ինքնաթիռ եւ 29 ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Ըստ տվյալների ԱՄՆ ռազմաօդային ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկել նաև հեռահար թռիչքային հայտնաբերման եւ կառավարման AWACS ինքնաթիռը, այն ռադիոլոկացիոն համակարգը, որ կա կլոր։ ԱՄՆ տարածաշրջանում տեղակայել է այնպիսի խմբավորում, որ անհրաժեշտ է տևական ռազմական արշավ իրականացնելու համար։ Ուժերի կուտակման նման տեմպը դատարկ սպառնալիք չէ։ Սա էլ Իրանի հետ կապված, բայց այնպես չի, որ մենակ տեղափոխում է ահաբեկելու կամ ճնշում գործադրելու, նաև ինքը թեմայի մասին խոսում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին լայնամասշտաբ հարված հասցնելու հնարավորությունը։ Ըստ ստացված տվյալների Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը քննարկել է Իրանի դեմ գործողությունների տարբեր տարբերակներ, որոնցից մեկը հզոր հարվածներ միջուկային, ինչպես նաև ռազմական եւ կառավարական օբյեկտներին։ Նշվում է, որ ամերիկյան առաջնորդը դեռ վերջնական որոշում չի կայացրել Իրանի դեմ հարձակման վերաբերյալ։ Փետրվարի 19-ին, այսինքն 3, Թրամփը հայտարարել էր, որ առավելագույնը 15 օր ժամանակ է տալիս Իրանի հետ համաձայնության հասնելու համար։ Հակառակ դեպքում կբախվի ռազմական հարվածների։ Այսինքն կուտակումը տեխնիկան եւ 15 օր ժամանակ է տալիս եւ այդ ընթացքում նույնիսկ կարա 15 օրից շուտ էլ հարվածի, որտեւ ինքը հանկարծակի բերի, մտածի դե դուք միջև պատրաստվեք, բայց այնուամենայնիվ այդ ճնշումը, որի ժամանակ
Իրանը եթե համաձայնվի ու ինքը Իրանին կոտրեց, այդ դեպքում մտածում ենք, բա մենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ենք այս առաջիկայում ստորագրելու, ոնց որ Հայաստանը տեն ճոռոմ հայտարարություններ էր անում։ Եթե Դոնալդ Տրամփը հրաժարվեց այդ մտքից, այսինքն Իրանը պետք է մտածի, որ ինքը կարողացավ Ամերիկային ստիպի չգնա ռազմական գործողությունների, պետք է Հայաստանին կանգնի ազետիչ թրի պես սարկում, իմ թշնամուն բերելեցի խաղեր ես տալի, ընդհանրապես մոռացի դրա մասին։ Իսկ այդ դեպքում եթե Ամերիկան հետ քաշվի, մենք Իրանի ասածը ո՞նց չենք անելու։ Էլ չենք խոսում, իսկ եթե պատերազմ լինի, Ամերիկան խփեց, Իրանն էլ խփեց Իսրայելին, բացի նաև ամերիկյան բազաներին, որ փորձում է նաև Տրամփը պայմանավորի, որ կարող անգամ փորձի տեղափոխել դրանք, եթե խնդիր առաջանա, որովհետև դժվար է բացատրելու իր քաղաքացիներին, իր ընտրողներին, թե եթե դու հաստատ գիտեիր, որ պետք է խփես, ինչի թողեցիր մեր երեխեքին կոտորեն։ Դրա բացատրությունը ո՞րն է, երբ որ դու հաստատ գիտեիր, դու խփես պատասխանելու են։ Անեն չես խփելու, որ իրանք վերանան։ Հիմա դուք պատկերացնում եք, այսինքն այս ամեն ինչի հետ կապված նաև Հայաստանը ինչ վիճակում է հայտնվում։ Երբ որ գնում է Դոնալդ Տրամփի հետ խաղաղության ինչ-որ բաներ է պայմանավորվում, որը գիտենք անլուրջ մի հատ կառույց է, ընդհանրապես նկարվելու համար։ Մի բողոքի մեջ շատ թանկ նկարներ է, էլի աշխարհի վրա նստում։ Ոչինչ չանող կառույցի համար տենց շատ լավ գնան հավաքվեն, նկարվեն, այս անեն, այն անեն։ Եվ մեկ էլ Իրանի հետ կապված այս վիճակը, բա Իրանի պատասխանն էլ է մեզ համար մտահոգիչ, չէ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, Իրանի միջուկային ծրագրի հարցը ռազմական լուծում չունի, դա արդեն փորձարկվել է անցյալ տարի, երբ խոշոր հարձակում իրականացվեց մեր միջուկային օբյեկտների վրա։ Միջուկային տեխնոլոգիաները հնարավոր չէ ոչնչացնել ռմբակոծությունների միջոցով։ Միակ լուծումը դիվանագիտությունն է, հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ն վերադարձել է բանակցությունների սեղանի շուրջ եւ ձգտում է գործարքի։ Մենք պատրաստ ենք դրան, մենք պատրաստ ենք խաղաղության, մենք պատրաստ ենք դիվանագիտության եւ բանակցությունների այնպես, ինչպես պատրաստ ենք պատերազմի, հավելել է Արաղչին։ Այսինքն ասել ես, խփելու ենք։ Դե հիմա դուք մտածեք դրա հետևանքները։ Աբբաս Արաղչին նաև ինչ է հավելել։ Մենք ամերիկացիները մեր թշնամի չենք համարում, մենք ամերիկյան կառավարության քաղաքականությունն ենք համարում թշնամական Իրանի նկատմամբ։ Բայց մենք համարում ենք, որ կարանք ռազմավարական գործընկեր լինենք Ամերիկայի հետ, ռազմավարական գործընկեր լինենք Իրանի հետ ու ոչ մի հակասություն դրա մեջ չենք տեսնում։ Այնպիսի ծրագիր կիրականացնենք, որը բխի եւ Ամերիկայի շահերից եւ Իրանի շահերից։ Ուղղակի բացարձակ արտաքին քաղաքականությունից գաղափար չունենաս, որ իմանաս կարող ես անհամատեղելին համատեղես։ Մի դեպքում կարող ես դու դա անել, եթե ակտիվ սենց վայրիվերումների մեջ չլնեիր, հետ քաշվեիր, ակտիվ չեզոքություն պահեիր բոլորի հետ էլ։ Ասեին դե փոքր երկիր է, հիմա ինչ ենք իրան պարտադրելու մեր կողմը անցնի։ Հիմա արդեն շատ հանգիստ պարտադրում են, որ ամեն մեկը ասում է, չէ, պետք է մեր կողմ անցնես։ Բա գալիս հավաստիացումներ ես անում, հավատարմության երթում ես տալի, դե ապացուցի։ Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավին կոչ է արել շիաներին տապալել Իրանի ռեժիմը։ Իսլամական Հանրապետությունն առաջին օրվանից զավթել է իշխանությունը կրոնի անունից եւ երկրին բերել է աղքատություն, տառապանք եւ մարդկության դեմ հանցագործություններ։ Խամենեին բողոքի ցույցերի ժամանակ բռնաճնշումներ է կիրառել, այդ թվում քաղաքացիական անձանց դեմ մարտական փամփուշտների օգտագործել։ Գրել է Փահլավին հայտարարել է հավատը վերականգնելու եւ ապագա Իրան կառուցելու անհրաժեշտության մասին առանց կրոնական բռնապետության։ Հերթական անգամ այս մարդը նորից էլի ֆալս ստարտ տվեց, հերթական բավական մեծ համակրանք կա Իրանում Իրան նկատմամբ։ Մանավանդ որ այնպիսի պետություն է, որոնտեղ այլ տեխնատու տեսնելն էլ մի քիչ դժվար է։ Այնպես չի որ հիացած են շահի ռեժիմը, բայց շատերը ավակ սերունդն է հիշում, մի մասը լավ, մի մասը վատ, բայց այս սերունդը չի եղել, չի հիշում, բայց գիտի որ այն ժամանակ ազատություններ էր Ամերիկայի բարեկամ պետություն էր։ Լավ, այդ խնդիրը շատ նենց բազմաշերտ պետություն է, այտենց միանշանակ չի, այդ ամեն ինչը ունդ տեղի է ունենում։ Բայց էլի հերթական անգամ մեզ մարդ հայմա միլիարդատեր տղա ես, էլի լավ հասկացանք, հո դու էլ Հայաստանում չես ապրում, չկարողանաս մի հատ ֆայմով PR-շիկ գտնես։ Մեկը ասի, եթե Թրամփը ասում է, որ պետք է հարվածեմ, այդ ժամանակ մի ասի, որ դու ուզում ես գաս։ Սուս ձենդ կտրի, մեկը նրանք, ովքեր քեզանով ոգևորված են։ Խփելուց առաջ մի ասի, եսա Ամերիկան կխփի ու ես կգամ։ Դա վատ է ընդունվում, նույնիսկ նրանց կողմից, ովքեր կրոնապետությանը դեմ են։
Դե մենք ուշադրությամբ կհետևենք, հասկանում եք դա Հայաստանի համար ինչքան կարևոր է։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում, սակայն եթե մեր եվրոպացի հարևանները իրենց սխալները ճանաչելու եւ հասկանալու փոխարեն, որ մենք միևնույնն է ստիպված կլինենք միասին ապրել, եթե այս փոխըմբռնման փոխարեն պատերազմ են պատրաստում մեր դեմ, ինչպես հայտարարում են, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ չէ, որ խոսել է այս հարցի շուրջ, հիշեցնելով մեզ, որ մենք հատուկ ռազմական գործողություն ենք անցկացնում Ուկրաինայում եւ եթե նրանք պատերազմ ցանկանան, դա կլինի բոլորովին այլ պատերազմ եւ բոլորովին այլ միջոցներով։ Սակայն ես հույս ունեմ, որ այս քաղաքական դասը, որն այժմ իշխանությունը զավթել է եվրոպական մայրաքաղաքներում, մասնավորապես Բրյուսելում, այսինքն մարդը ինչքան պետք է պատկերացում չունենա Եվրամիության կառույցից կամ ՆԱՏՕ-ի կառույցից, որ մտածի, որ մի հատ եվրոչինովնիկ կարող է զավթի իշխանությունը եւ իր կամքը թելադրի, ասենք Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, հա, Գերմանիային, Իտալիային, այսինքն այդ աշճանի ես անտեղյակ, թե ուղղակի այդպես է քեզ հարմար ցույց տաս, որտեղ կառավարում են չընտրված բյուրոկրատները Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քրիստիան Կալասը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտը։ Իդեպ կարող եք նրանց փոխարինել, ոչինչ չի փոխվի։ Բա որ կարող եք փոխարինել, ոչինչ չի փոխվի, այդ ո՞նց ես ասում, որ նրանք են դիկտատուրա են հաստատել։ Կհրաժարվեն դիրքորոշումից եւ կհաղթահարեն այն ուժերը, որոնք հոգ են տանում ազգային շահերի, իրենց քաղաքացիների եւ նրանց բարեկեցության մասին։ Նման ուժերի հետ մենք անպայման քննարկելու եւ բանակցելու բան կունենանք, ընդգծել է Լավրովը։ Բայց իհարկե այս առաջի դեպքը չի, որ սենց խոսում է, բայց խնդիրը ստեղ ուրիշ է, մի հատ բան ասեմ ձեզ։ Ինչ է նշանակում Քրիստիան Կալաս։ Կայա Կալասին իբր շփոթելա Քրիստիան Կալասա ներկայացնում։ Սա առաջի դեպք չի, որ ասենք շփոթելա։ Այսինքն ինքը անունը չգիտի Եվրամիության արտաքին քաղաքականության անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի։ Բայց ինչ պատմություն է։ Այս ինչ անց ակնարկ ես անում, որ մենակ աշխարհում կարող է երկու մարդ գլխի ընկնի։ Ակնարկանողը մեկ է ես։ Դրա իմաստը ո՞րն է։ Ում համար ես այդ ակնարկը անում։ Կայա Կալասի մայրը 6 ամսական հասակում իր մոր ու տատի հետ միասին Էստոնիայից ակսորել էին Սիբիր։ Ինչի համար, որ կասկածում էին, որ նրանք կապված են եղել ֆաշիստական Գերմանիայի հետ։ 49 թվականին 6 ամսական երեխային ակսորել են Սիբիր։ 10 տարի հետո, արդեն երբ որ Ստալինը մեռել էր, Խրուշչովի ժամանակ այդ մարդկանց հետ են բերել։ Ինչ ես ուզում ակնարկես, որ ֆաշիստի սերունդ եք։ Բա այդ մարդուն հետ չբերի, չպարզեցին ինչ է ինչոցա։ Ստալին ռեպրեսիայի ժամանակ ում որ ակսորել են, բոլորին ճիշտ են ակսորել։ Կամ ինչ ես ակնարկում։ Գերմանացիների հետ համագործակցել են, բա գերմանացիների հետ 10 տարվա պայմանագիրը ով էր կնքել։ Բա գերմանացիների հետ 10 տարվա պայմանագիրը կնքող 39 թվականի օգոստոսի 23-ի Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պակտով չէիք պայմանավորվել, որ Էստոնիան գրավես։ Ում է սերեսով տալիս։ Կայա Կալասին, որ մեր այդ ֆաշիստ է եղել, ֆաշիստների հետ համագործակցել, 6 ամսական բալիկը։ Լուրջ։ Մերը ծնված չի եղել։ Ֆաշիստների ժամանակ 49 թվին եք ակսորել։ Այսինքն տատն է եղել, մորն է գրգել գնացել է։ Այսինքն երբ որ մեծ աթոռին նստում են պուճուր տղեկ, շատ պուճուր տղեկ, մակարդակը սա է։ Այ մարդ է դիշ նուրբ ակնարկ արեցիր, ոչ մեկը գլխի չընկավ։ Հետո որ պետք է գլխի չընկնեն, ինչ ես ասում։ Իսկ գլխի ընկնողն էլ ասում այ պուճուր տղա։ Ինչ ես ուզում դրանով ասես։ Ֆաշիստի հետ դուք եք գնացել գրավել, պայմանավորվել գնացել ես նրա տուն նավիրել ես։ Այդ մարդկանց ես մեղադրում, որ եթե անգամ Գերմանիայի հետ համագործակցեին, որ իրանց գրաված պետությունը հետ բերեին։ Դու նրան ինչու՞ ես մեղադրում։ Եթե սա առաջի անգամ անունը խառներ, կասենք լավ, մեծ մարդ անունը խառնում է։
բայց իր համար դա դարել է եսիմելին, այդ ինքը նենց ճարպիկ տղայա, նենց նուրբ ակնարկ անում, որ ոչ մեկը գլխի չի ընկնում։ Վերջ, էդ էլ իմանանք, էլ ում հետ գործ ունենք։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է. Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը կընդունվի փետրվարի 23-ին համայնքի երկրների արտաքին գործերի նախարարների նիստում։ Պատժամիջոցների միջոցառումները գործարկելու մտադրության մասին եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտնել է, չնայած Բրյուսելում ընթացող նիստերում Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կողմից տեխնիկական անհամաձայնության հետ կապված ակնհայտ խնդիրներին։ Այո, իրոք դժգոհություններ կա, համաձայնություն ձեռք չեն բերվել, այս է նույն Կայա Կալասն է։ Այո, այդ բանի Լավրովի ասած քրիստիանի աչոնիկն է։ Հա, հիմա գտնի 20-րդ փաթեթը վզիտ, այդ ժամանակ կիմանաս ով է։ Մի խոսքով դա էլ նայում ենք իրանց հետևողական աշխատանքը Ռուսաստանի դեմ հարցերում, ինչքան էլ Դոնալդ Թրամփը փորձում է գործարք կնքել Ռուսաստանի հետ։ Եվ նույն ձևի, նույն տեմպով շարունակում են նաև ազդեցիկ ղեկավարները Եվրամիության։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը գրեթե բացառում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորությունը։ Երբ ես նայում եմ այդ վարչակարգին եւ այդ կույր տերորին, քիչ հույս ունեմ, ռուսական իշխանական կլիկան տեսանելի ապագայում չի կարող գոյատևել առանց պատերազմի։ Նա պետք է պահպանի ռազմական մեքենան, քանի որ չունի ծրագիր, թե ինչ անել 100,000-ավոր, այդ թվում ծանր վնասվածքներ ստացած զինվորների հետ, որոնք վերադառնում են ռազմաճակատից, հավելել է Մերցը։ Ու այնպես չի, որ այն ինչ որ Մերցը հիմա ասում է, մենք այդ մասին չենք ասել։ Առնվազն 700,000 վարձ կան դու մտցրել ես Ուկրաինա։ Եվ նույնիսկ ավելի շատ ես մտցրել, վախենում ես թվերը նաև ասես, որովհետև անենց ես կոտորում, անենց ես ամեն բլուրի համար, ամեն մի մետր առաջ գնալու համար մարդիկ կոտորում, որ հիմա չգիտես, մի ասես 700,000-ից շատ է, թե 700,000-ից քիչ է, որովհետև խնդիրը պետք է հասկանաս ինչ ես անում, որովհետև եթե հանկարծ ասես 700,000-ից քիչ է, ու ամեն օր զոհերը հաշվում են, ասում են, փաստորեն մենք ճակատի գծում մարդ չունենք, հետո էլ պետք է զորահավաք հայտարարես։ Բայց 700,000-ը որ հետ գա, ինչ ես անելու, վարձու մարդասպանները հետ գան, ինչ ես անելու։ Բայց նույն բանը Ֆրիդրիխ Մերցն ասում է, կարող է իրանք չեն հասկանում ինչի մասին է խոսքը, որ Պուտինը խաղաղություն չի ուզում։ Ռազմական օպերացիայի առումով ինքը երկրում ճնշումներ կարող է բանացնի, սանկցիաներ կիրառի, միտինգներ թույլ չտա, մարդկանց կալանավորի, ով բողոքում է ուկրաինական պատերազմի դեմ բռնում են տանում են Ուկրաինա զոհվելու։ Այդ ամեն ինչը մենք գիտենք ինչ է կատարվում, ինչ խայտառակ վիճակ է իր տնտեսությունը։ Եվ այս պարագայում Մերցն էլ ասում է ինչ ես անելու, որ պատերազմը դադարի, այդ մարդիկ հետ գան։ Եվ մենք նույնիսկ մի բան ավել առաջ ենք ասում։ Անենց արեք դրանք հանկարծ Հայաստան չուղարկեն, փողի մեռած մարդիկ են։ Այնտեղ էլ կգտնվեն մարդիկ, որ փողը կտան կուղարկեն Հայաստան տուրիստի անվան տակ, ապակայունություն ստեղծելու համար։ Զգույշ եղեք, ուշադիր եղեք, հետևեք բոլորին։ Հունգարիայի արտաքին գործերի եւ արտգործնախարարության եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետր Սիարտոն հայտարարել է. Տեղեկացնում եմ ձեզ, որ դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինա կասեցված են։ Դրանք չեն վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերսկսվել նավթի մատակարարումները Դրուժբա նավթամուղով, ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ, դե Դրուժբան Ուկրաինայով է անցնում։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սպառնացել է Վոլոդիմիր Զելենսկուն դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումները Դրուժբա նավթամուղով նավթի մատակարարումների դադարեցման պայմաններում։ Եթե Զելենսկուն թվում է, թե դա ոչ մի արժեք չունի, որ դա իրեն պետք չէ, ապա մենք կարող ենք որոշում կայացնել եւ հրաժարվել էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում համագործակցությունից, հայտարարել է Ֆիցոն։ Հիմա շարունակությունը, հիմա այդ լարվածությունը գնում է։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, այսօր Ուկրաինա-հունգարական հարաբերությունները լարված են, քանի որ ուկրաինացիներն իրենց թշնամի են համարում բոլոր նրանց, ովքեր իրենց չեն աջակցում, եւ նրանք քայլեր են ձեռնարկում, որոնք փաստացիորեն նրան թշնամի են դարձնում։ Եթե խաղաղություն լինի, ապա Ուկրաինա-Հունգարիա հարաբերությունները կվերականգնվեն, քանի դեռ պատերազմը շարունակվում է, ես դեռ դրա հիմքերը չեմ տեսնում։ Հիմա շարունակությունը ամեն դեպքում որոշակի հարցեր կա, դրան կանդրադառնանք,
Արչևում շաբաթ կիրակի կհասցնենք ոչ մի լուր բաց չենք թողնի, հիմա ուղղակի ես որ խոստացած ես կխոսենք նաև ընտրությունների հետ կապված, հիմա ասեմ մի քանի բան առաջիկա մեր անելիքների ուղղությամբ, որտեղ այս ընթացքում նաև հարցեր շատ առաջացան, ինձ գրում են, ասում են անդրադառնամ նաև այդ հարցերի։ Հիմա ընտրությունների հետ կապված, նախ ասում են այդ որ հուշագիր ստորագրեցիք Գուրգեն Սիմոնյանի հետ, արդյոքում դա ինչա նշանակում, հիմա ինչ ենք անում, հստակեցնեմ, ընտրությանը մասնակցում է Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որի առաջնորդն է Գուրգեն Սիմոնյանը, դաշինք չի կազմվելու, կուսակցությունը մասնակցելու է մենակ, բայց հաշվի առնելով, որ անուն է շնորհապետական, որի նպատակն է, որ որևէ մեկին, որը գաղափարակից կլինի, հնարավորություն լինի ներգրավել այդ ամեն ինչում, այո, կուսակցության մեջ, նաև այդ ընտրացուցակի մեջ կներգրավվեն նաև մարդիկ։ Մեկը եղել եմ ես, որը ստորագրել եմ, որ ընտրությանը մասնակցենք ընտրացուցակով, շնորհապետական կուսակցության։ Էլի բանակցություններ են վարվում, որոնց մասին ես ոչինչ չեմ ասի, որտեղ բանակցությունը վարում է կուսակցության նախագահը Գուրգեն Սիմոնյանը, եւ կոռեկտ չի լինի, որ ես այդ հարցի հետ կապված խոսեմ, բայց այնուամենայնիվ նման process դեռ կա եւ շարունակվում է։ Այսինքն պայմանավորվեցինք եւ հասկացանք, որ այո, կուսակցությունն է գնում ընտրության, կուսակցության առաջի համարը Գուրգեն Սիմոնյանն է, բնական է նաև կուսակցության վարչապետի թեկնածուն է Գուրգեն Սիմոնյանն, այսինքն տարընթերցում որևէ բան չկա։ Ես ներկայացված կլինեմ այդ ընտրացուցակում եւ նաև կար մարդ, որ ասում էր հիմա մենք որ ձեզ ձայն տանք, դա օգուտագործին կամ կուսակցությունը տանք, դա ձեզ էլ է վերաբերվում։ Այո, եթե կուսակցությանը ձայն կտակ, դա նաև համարեք, որ ինձ եք ձայն տալիս, համարեք, որ Գուրգեն Սիմոնյանին եք ձայն տալիս, համ էլ ձայն եք տալիս ձեր երեխաների ու թոռների ապագային։ Էնպես որ այո, եթե միասին ենք մասնակցում, ուրեմն դա հենց դա է նշանակում։ Մյուսը մի հատ հարց էր անհանգիստ ձևով ներկայացրել, թե Գուրգեն Սիմոնյանը վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ մենք երրորդ տեղում ենք գնում, բա ինչ է նշանակում, կարող է ձեզ այդ երրորդ տեղը լրիվ բավարար է, այսինքն դուք չեք գնում հաղթելու համար, եթե դուք ասում եք մենք երրորդ տեղն ենք։ Նախ հստակեցնենք հարցազրույցի ժամանակ, որ ասել է Գուրգեն Սիմոնյանը, մենք երրորդ տեղում ենք, ինչին է դա վերաբերվում։ Իհարկե ինքն էլ այդ հարցերին կպատասխանի, բայց ինձ եք գրել, ես պատասխանեմ։ Հարցը նա է, որ տարբեր հարցումները ցույց են տվել, որ կուսակցությունը երրորդ տեղում է գնում։ Բայց ինչ է, դա նշանակում է, որ կուսակցությունը ավելի պայքարելու համար քայլ չի անում։ Այսինքն դրանից դա եզրակացրեցիք, բայց եթե նույն հարցազրույցը նայել եք, նույն հարցազրույցում ասում է, որ առաջիկայում մի քանի օր կստորագրենք նաև հուշագիր եւ ներկայացնում է ինչքան է կարեւորում, որ համախոհ մարդկանց հետ հուշագիր ստորագրենք եւ միանալ թիմին։ Բայց եթե ինքը գիտեր, որ երրորդ տեղում գնում է ու դուք էլ ասում եք, իրան մենակ մանդատը դե հերիքա որ տենց է, բայց չէ, բայց ինձ չի հրավիրում կամ իմ նման մեկ ուրիշին։ Այն իր թիմակիցներով կգնան ընտրությանը կմասնակցեն, մանդատներն էլ իրancs մեջ կբաժանեին էլի։ Համ տեսնում եք, որ ինքը այդ երրորդ տեղում գնալու հետ կապված հայտարարելուց հետո հուշագիրը ստորագրում, ընդլայնվում է այդ համագործակցությունը, համ ասում եք կարող է դա ձեզ համար բավարար է։ Ոչ, ընդհակառակը ինքը ինչ է ասում։ Այսօր դուք տեսնում եք, իշխանությունները ինչ քարոզչություն են սկսել նախընտրական։ Ինչ որ կատարվում է, որտեղ կատարվում է, վերագրում են իրենց։ Հարկատուի հաշվին գործ են կատարում, ասում է տեսակ ասֆալտեցինք, տեսակ էս արեցինք։ Հա բայց հարկատուն է այդ փողերը տվել, դու պարտավոր ես դա անել։ Երբ որ անորակ են անում, ասում է դե մենք ճիշտ մեղավոր ենք, ինչ որ մեկն է մեղավոր։ Բայց եթե արել են, անկախ նայած որակով թե անորակ, վերագրում են իրենց։ Այն դեպքում որ դրա փողը տվել է հարկատուն։ Բայց ի վերջո իրանք զբաղված են քարոզչությամբ, բավական ակտիվ ու ագրեսիվ։ Ռուսամետ ուժերը մենք տեսնում ենք ինչպիսի ագրեսիվ քարոզչությամբ են զբաղվում։ Եվ այդ պարագայում մենք դեռ չենք էլ սկսել։ Նոր առաջիկա մարզային այցելություններ կլինի, նոր ավելի ակտիվ քայլեր կլինի, այն էլ մարզային այցելությունները ճանաչողական նշանակություն ունեն, որովհետև դեռ քարոզչական փուլը չի մտել, թեպետ բոլորը լավ էլ մտել են։ Եվ ասում է, որ հարգելիներս, նույնիսկ այս պարագայում մենք արդեն ունենք նման ցուցանիշներ։ Դե պատկերացրեք ինչեր կունենանք, եթե ավելի ակտիվ ձևով աշխատանքներ տանենք։ Այնպես որ
Դրա համար ուղղակի հստակ պատկերացրեք, որ եթե ուզում եք իմանալ բայի վերջո ինչ խնդիր է դրված, խնդիր մաքսիմում հաղթել ընտրություններում, խնդիր մինիմում, եթե հանկարծ նույնիսկ մեծամասնություն չհավաքես, այն աշճանի ծանրակշիռ ձայներ հավաքես, որի պարագայում ոչ իշխանությունները, ոչ ռուսամետ ուժերը չկարողանան միավորվեն իշխանությունը իր արբանյակ որևէ ուժի հետ եւ Երևանի օինը բերի ժողովրդի գլխին, որ ընդդիմադիր ձայները տանեն եւ տան Նիկոլ Փաշինյանին, ոչ էլ ռուսամետ ուժերը Գյումրիի օինը բերեն ժողովրդի գլխին, որ իրանք բոլորով իրար դեմ պայքարեն, վերջում գնան, հավաքվեն, միանան եւ ընդդիմության ներկայացուցիչին դարձնեն քաղաքապետ։ Բոլորով հավաքվեն մեկի շուրջ։ Այսինքն, սա խոսում է նրա մասին, որպեսզի մենք կարողանանք կանխենք, թե Երևան 2 չսարքեն եւ Գյումրի 2 չսարքեն, մի ձև կա, ծանրակշիռ ձայն ստանալ։ Ներկայացնել հստակ այլընտրանք, որ ժողովուրդ ջան, մենք ոչ իրանց հետ ենք, ոչ էլ իրանց հետ ենք։ Ինչքան դուք շատ ձայն տաք, այնքան կխուսափենք անակնկալներից, որ հանկարծ net չլինի, որ մեկը գնա ընտրության, մեկ էլ ինչ որ մեկը միանա նրանց, որտեղ մենք հստակ ասել ենք, ոչ նրանց ենք միանալու, ոչ նրանց։ Որևէ մեկի դեմս մեզ չպետք է տեսնի, որ հանկարծ կարող է գնա ինչ որ մեկին միանա։ Գնանք ինչ որ մեկին միանանք, ում ծրագիրը կյանքի կոչենք։ Իշխանությունը թաքնված թե անթակույց ռուսական քաղաքականություն է տանում։ Ռուսամետ ընդդիմությունն էլ նույնն է։ Ում միանաս, ում ծրագիր է կյանքի կոչես։ Այնպես որ ես ուզում եմ, որ դա պատկերացնեք հստակ։ Իսկ եթե դու մեծամասնություն չես ունենում, պետք է հարգես ընտրողի ձայնը, որտեղ այդ մարդը քեզ ձայնա տվե։ Այն ամբարտավան ձևով, որ ասում են, եթե չհաղթենք, մանդատը չենք վերցնի, դա մեզ պետք չի։ Մի մարդ որ կանգնում ասում է, այդ մանդատը ինչ չի հետաքրքրում։ Դուք նրան ո՞նց եք ձայն տալիս։ Այդ մանդատը իրան պետք է չհետաքրքրի, համարենք ինքը բարեկեցիկ ապրում է։ Այդ մանդատը վերցնու ես, որ ծառայես այն ժողովրդին, որը այդ մանդատը քեզ տվել է։ Եթե տենց քեզ համար տենց պատվիցը ցածր է, մի էլ մասնակցի ընտրության։ Դրա համար հասկացանք, մեծամասնություն դուք ու ծրագիրը կյանքի ես կոչում, մեծամասնություն չունենաս, պայքարելու ես հազար ու մի հարցեր կանելու ու բացի դրանից։ Սահմանադրության 94 հոդվածը հստակ արձանագրում է, մյուս կետերը չասեմ, մենակ առաջի մասը ասեմ։ Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին։ Որտեղ սա մեծամասնական ընտրակարգ չի, ասես իմ ընտրատարածքն եմ ներկայացնում է ամբողջ ժողովրդին։ Դա նշանակում է, դու համամասնական կարգով ընտրվել ես, դու ներկայացնում ես ամբողջ ժողովրդին, անկախ նայես դու ինչքան ձայն ես ստացել։ Վաղը մյուս օրը Եթե ինչ-որ մի խնդիրներ լինի, ժողովուրդը ըմբոստացավ, փողոց դուրս եկավ, չգիտես ինչ արեց եւ այլ, հազարով խնդիրներ կարող է առաջանան, պատգամավորը, որը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, շատ հանգիստ կարող է եւ առաջնորդել ժողովրդական ընդվզումը եւ կարող է կազմակերպական հարցեր անել։ Եվ իրեն չեն կարող ասել սահմանադրական կարգը տապալելու քայլեր ես անում։ Դու ժողովրդի անունից ինչի ես խոսում։ Ժողովրդի անունից կարող ես խոսալ, եթե նույնիսկ ստացել ես 5% ձայն, եթե ստացել ես 50% ձայն, որովհետև դու ներկայացնում ես ամբողջ ժողովրդին։ Այսինքն այդ մանդատը նաև հնարավորություն է, որ իշխանությունը ռեպրեսիաներ կիրառելու ժամանակ չասեն ժողովրդի անունից մի խոսա, դու խոսա այն տոկոսի անունից, որով քեզ ձայն են տվել։ Գլուխը պատն է տալի այդպես ասողը, որովհետև վարչապետն էլ ընտրվում է ժողովրդի մի մասի ձայներով, բայց ներկայացնում է ամբողջ ժողովրդին։ Իր քայլերի արդյունքը վերաբերվում է նրա գործունեության եւ անգործության հետևանքները ամբողջ ժողովրդի վրա է տարածվում։ Ոչ մեկը չի ասում, ես Փաշինյանին ձայն չեմ տվել, նրան տունած որոշումը չեմ կատարելու։ Այսինքն այդ ամեն ինչը որ ասում եք, շարունակությունն էլ իմացեք։ Իսկ հիմա ասում են պետք է միավորվել, որպեսզի ձայները չփոշիանան։ Այդ հարցին էլ պատասխանեմ, որպեսզի թյուրիմացություն չլինի։ Ում հետ միավորվեն, որ ձայները չփոշիանան։ Այո, դասական առումով դու քննադատում ես իշխանությանը, եւ բնական է։ Իշխանությունն աշխատում է սխալները թույլ տալիս, դու ասում ես սա սխալ է, սա սխալ է, սա սխալ է, ես որ գամ դա այդպես չեմ անի, այսպես կանեմ, այսպես կանեմ, այսպես կանեմ։ Ժողովուրդ ջան, եթե հավատում եք, ընտրեք ինձ, կամ իմ ասածները կյանքի կոչեմ։ Վերջ, սա է դասական ճանապարհը։ Այո, անդիմադիրը պետք է պայքարի իշխանության դեմ, որպեսի գա իշխանության, բնական բան է,
Բայց ասում են դե դեպքում բերեք միավորվենք մնացած ընդդիմադիրներով։ Ոչ, եթե իշխանությունը աշխատում է այդ ընթացքում սխալ անում ու մենք դա ներկայացնում ենք, ապա ռուսամետ ընդդիմությունը արդեն մինչև գալը սխալվում է։ Եթե ցանկանում է Հայաստանը ավելի սերտ համագործակցության տանի Ռուսաստանի հետ, մենք իր հետ ո՞նց ենք համագործակցում։ Ու ընդհանրապես այդ հարցում ձայներ չի փոշիանում, նաև բացատրեմ թե ինչի։ Ձայներ կփոշիանա, եթե համախոհ ուժերը իրար դեմ դուրս գան։ Պայմանականորեն ասած, եթե ես դաշինք կազմեի համախոհ ուժերով եւ Գուրգեն Սիմոնյանն էլ գուսակցությունով գնար մի քանի համախոհներ էլ ինքը հրավիրեր եւ մենք գնայինք ընտրության։ Բարձա ինչ որ մարդկանց մի մասը պետք է ասեր Անտոնյանին ձայն տան, մեկը Սիմոնյանին։ Այդ դեպքում մեր ձայները կփոշիանար։ Բայց երբ որ մենք միասին ենք գործում ու ինչ որ մարդիկ մասնակցում են ընտրության, նրանց մասնակցությունով ձայն չի փոշիանում։ 25 քաղաքական ուժ է մասնակցել նախորդ ընտրություններին։ Մարդիկ կան 0.1% են հավաքել, նրանց հավաքածը որևէ էական ազդեցություն չի ունեցել։ Բայց այդ ընթացքում, երբ որ բոլորը ակտիվորեն գործողություններ են կատարում, ժողովուրդ գնացեք ընտրության եւ այլ եւ ոգևորում են։ Այդ ոգևորությունը շատ կարևոր է, որ մարդը իր տնից դուրս գա գնա ընտրության ու ինքն է որոշումում կտրի։ Փակ գաղտնի քվեարկությունը ոչ մեկը նրա վրա ազդելու որևէ շանս չունի։ Էդ էլ իմացեք, ինչքան շատ ակտիվացնեն ժողովրդին, այնքան մեր օգուտն է։ Ժողովուրդը որ գնա ընտրատեղամաս, ինքը գիտի ում պետք է ընտրի։ Մի հատ պարզ օրինակ բերեմ, պատկերացրեք, գալիս է կնիկը մարդուն ասում է, գիտես, այն մեր բարեկամ Ապուշը որոշել է վարչապետ դառնա, սկի նրան մի հատ չի կարելի մեր գյուղում խառը ապրանքների պահեստապետ նշանակել, բայց ուզում է վարչապետ դառնա, բայց ավելի լավ է գնանք ընտրության, թե չէ հետո երեսներով են տալու մինչև կյանքներից վերջ, թե մեր խաթեր չգնացիք։ Բայց դե կգնանք ընտրության, մեր ուզածին կընտրենք։ Ինչքան շատ մարդու տանեն ընտրատեղամաս, համոզեն տանեն։ Այնքան մարդը կգնա եւ ինքը իր խղճի մտոք ընտրություն կկատարի, որտեղ ընտրությունը փակ է։ Մի անհանգստացեք, մարդկանց ոգևորողներն ու ակտիվացնողները չեն վնասում գործին, մեկը նրանք ձայն չունեն։ Որտեղ այն ֆանտաստիկ ռեսուրսները, որ մյուսները դնում են, որպեսի մարդկանց բերեն ընտրության, նրանց հետ մենք չենք կարող մրցակցենք։ Իսկ եթե մարդիկ ակտիվան, իսկ ով է ասել, որ այդ մարդկանց ակտիվացնողներին գնալու են ձայն տան։ Այդ էլ մանրամասը մենք կքննարկենք, երբ ես բոլոր հարցերին կպատասխանեմ, այս կարգի հավանական բոլոր հարցերին, մեր ամեն անգամ ամեն ելույթի ընթացքում, որպեսզի եւ չտուժի դրանից գործը եւ նաեւ ընտրությունների հետ կապված կարողանանք բոլորը պարզաբանենք։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։